Քրեական ոստիկանության գլխավոր եւ Արարատի մարզային վարչությունների ծառայողները բացահայտել են ապօրինի ձեռնարկատիրության 3 դեպք։ Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները մարտի 11-ին ստացան հավաստի տեղեկություններ եւ համագործակցելով Արագածոտնի գործընկերների հետ ձեռք բերեցին փաստական տվյալներ, որ Նոր Ամանոս գյուղի վարչական տարածքում տուֆ քարի արդյունահանում իրականացնող ընկերությունը, որի թույլտվությունը գործում էր մինչեւ 2025 թվականի դեկտեմբերի 1-ը, ժամկետը լրանալուց հետո շարունակել է գործունեությունը։ Այս ընթացքում ապօրինի արդյունահանվել եւ իրացվել է շուրջ 300 խորանարդ մետր տուֆ։ Պետությանը եւ համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի մոտ 10 միլիոն դրամի վնաս։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ապօրինի ձեռնարկատիրության եւս 2 դեպք բացահայտվել է մարտի 10-ին քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների կողմից։ 2 դեպքում էլ ոստիկանները համագործակցել են գլխավոր վարչության գործընկերների հետ։ Ըստ օպերատիվ տեղեկության սահմանափակ պատասխանատվության մի ընկերություն Արարատի մարզի Գոռավան գյուղի վարչական տարածքում 2017 թվականից մինչ օրս խախտելով ընդերքի օգտագործման պահանջները հատկացված սահմաններից դուրս իրականացրել է ավազի ապօրինի արդյունահանում։ Մյուս դեպքում 2015 թվականից մինչ օրս մեկ այլ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն նույն կերպ ավազի ապօրինի արդյունահանում է իրականացրել Լուսառատ գյուղի տարածքում։ Համայնքներին պատճառվել է էական վնաս։ 2 դեպքով էլ կազմված փաստաթղթերը ներկայացվել են ՎԴ-ի քննչական բաժին։ Ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու հատկանիշներով նախաձեռնվել են քրեական վարույթներ։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։